Վերադարձանք տաղավար եւ ասենք, որ տեղի է ունեցել խաղաղություն միջազգային երկրորդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսը։ Հայտնի են արդեն հաղթողները։ Մրցույթ ցուցահանդեսն անցկացվել է 2 տարիքային խմբերում, մինչև 10 եւ 10-15 տարեկան մասնակիցների համար։ Այն միջազգային էր ու դրան մասնակցել են երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։ Մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու Ալլա Պողոսյանը, արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ։ Խաղաղություն երկրորդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսի համակարգող, վստահ եմ շատ հետաքրքիր ու հավես զրույց ենք ունենալու։ Բարև ձեզ, բարի լույս։ Բարի առավոտ, շնորհակալություն, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում եւ առօրը սկսել ձեզ հետ։ Եկեք հասկանանք ինչպես առաջացավ մրցույթի գաղափարը, ինչպես ծնվեց մրցույթը ում աջակցությամբ եւ ինչպես որոշվեց խաղաղություն վերնագիրը։ Չենք թաքցնի, ասենք, որ մրցույթի վերնագիրը, երբ որ մտածում ենք ինչ պիտի լինի, բավականին երկար ենք մտածել եւ եկանք այն եզրահանգման, որ դա պիտի լինի մի բառ, մի գաղափարախոսություն, որը իր շուրջը կհամախմբի ամբողջ աշխարհին։ Եվ կարծես թե այս տարի կարողացանք դրան հասնել, քանի որ մրցույթին մասնակցել են շուրջ 18 երկրներից երեխաներ։ Բառը ընտրվեց, քանի որ ինքը չուներ սահմաններ, խաղաղություն բառը չէր ճանաչում տարիք, չէր ճանաչում սեռ։ Մրցույթը արդեն երկրորդ տարին է անընդմեջ իրականացվում է, առաջի տարին հանրապետական էր, բայց քանի որ ընթացքում ունեցանք բազմաթիվ դիմումներ, զանգեր եւ նկատեցինք, որ դրանք տարբեր երկրներից են, որոշեցինք, որ այս տարի մրցույթը պետք է դառնա միջազգային։ Եվ ի ուրախություն մեզ մրցույթը եղավ այս տարի միջազգային եւ մասնակցեցին տարբեր երկրներից երեխաներ, այսինքն ոչ միայն հայ երեխաներ, այլև այլ երկրների քաղաքացիներ։ Այս տարի դիմումների թիվը 2 անգամ աճել էր, ունեինք 3200 դիմորդ, որոնցից իհարկե ընտրվեց 80-ը, այս բարդ գործն էլ բաժիներ ընկել ժյուրիին, ովքեր նույնպես ընտրված էին տարբեր երկրներից, ժյուրիի կազմում կային Չինաստանից, Ֆրանսիայից եւ Չեխիայից նկարիչներ, ովքեր այդ ծանր բեռը վերցրեցին իրենց ուսերին եւ 3200 դիմորդներից փորձեցին ընտրել, չեմ կարող ասել լավագույններին, բայց ամեն ժյուրի ուներ իր մոտեցումը նկարների նկատմամբ եւ դրանցից ընտրվեցին 80-ը։ Իսկ մարզերի ներգրավվածությունից եթե խոսենք, հասկանանք միջազգային է, տարբեր աշխարհի տարբեր երկրներից, բայց երբեմն տպավորություն է, որ մարզերում ապրող դեռահասները, մարզերում ապրող փոքրիկները շատ դեպքերում շատ հանգամանքներ հաշվի առնելով, իրենք կարող են մնալ ստվերում։ Այսպիսի նախագծերը իհարկե ավելի այսպես ընդլայնում է տարածությունը, ջնջում է սահմանները։ Մարզերի մասնակցությունը ինչպիսին էր։ Ի ուրախություն մեզ Հայաստանի տարածքից ավելի շատ դիմորդները մարզերից էին, քան Երևանից, այո, եւ այն 8 անվանակարգերը, որ 2 տարիքային խմբերում տրվեց, իհարկե դա նույնպես ժյուրիներ ընտրել, բայց 3-ը հենց մարզերի երեխաներ էին։ Մարզերի ներգրավվածությունը շատ մեծ է եւ երեխաները դրան երկար են սպասում։ Անցած տարի, երբ որ մրցույթը վերջացավ, հաջորդ օրվանից մենք զանգեր ենք ստանում, երբ պիտի լինի հաջորդ դիմումների բացումը, քանի որ երեխաները սկսում են արդեն աշխատել նկարների վրա, որպեսզի հասցնեն ժամանակում գրանցվել։ Հրաշալի մրցույթը միջազգային էր եւ պարոն Դանիելյան, ես մի հարց ունեմ։ Նմանատիպ մրցույթ ցուցահանդեսները ինչպես են նպաստում մշակութային դիվանագիտությանը եւ Հայաստանի միջազգային ներկայությանը։ Շատ կարևոր հարց եք տալիս, այո։ Հիշեցնեմ, որ նախարարության ֆինանսավորմամբ է տեղի ունեցել այս նախագիծը եւ ինչպես մեր գործընկեր Ալլան ասեց, այո, վերնագիրը շատ կարևոր է, քանի որ այստեղ մենք ուզում ենք Հայաստանը մեկուսացումից դուրս հանել եւ Հայաստանը եւ մեր արվեստը դնել համաշխարհային քարտեզի վրա։ Դրա համար ինչ են պետք։ Պետք են համամարտկային եւ համընդհանուր մտքեր, գաղափարներ, որի շուրջ մենք կարող ենք համախմբել թե երեխաներին, թե մեծերին եւ ամբողջ հասարակությանը։ Եվ այստեղ խաղաղությունը բնականաբար խոսում է բոլորի հետ, խաղաղության թեման արդիական է Հայաստանում, արդիական է աշխարհում։ Եվ խաղաղություն երեխաների աչքերով, այսինքն նշանակում է դա երեխաները թե ինչպես են տեսնում իրենց ապագան, իրենց երկիրը, իրենց բնակավայրը, իրենց գյուղը, քաղաքը եւ այդ գաղափարի շուրջ համախմբելով իրականում մենք Հայաստանը դուրս ենք հանում ուղղակի փոքրիկ երկիր լինելուց եւ տանում ենք համաշխարհային քարտեզի վրա, ասում ենք մենք ձեր մի մասն ենք կազմում, մենք կարող ենք տարբեր այսպիսի գաղափարների շուրջ ծրագրեր, նախագծեր իրագործենք եւ
խոսենք, համեմատենք, թե ինչպիսի տեսլական ունենք ուրեմն այս գաղափարի շուրջ եւ դա իրականացավ։ Շատ կարեւոր բաղադրիչի մասին խոսեցիք մարզերի, այստեղ մեր բոլոր ծրագրերում մենք ունենք մարզ, Երևան, միջազգային մարզ, Երևան, միջազգային Հայաստանը միայն Երևանը չէ, Հայաստանը մեր բոլոր փոքր ու մեծ գյուղերը, բնակավայրերը, քաղաքներն են եւ հատկապես մարզերում մշակութային կյանք ակտիվացնելու համար մենք մեծ ուշադրություն ենք դարձրել եւ մեր ծրագրերի ճնշող մեծամասնությունը իրականանում են մարզերում կամ մարզերի մասնակցությամբ։ Այս նախագծից եթե խոսենք, դուք ինչ տպավորություններ ստացաք, ոչ թե ի պաշտոն է, այլ ուղղակի որպես այսպես դիտորդ։ Ունեիք ֆավորիտ, ինչը զարմացրեց։ Քանի որ խոսում եք, ես թույլ տվեք մի անձնական, բայց նաև սա շատ հետաքրքիր, ուրեմն նկատառում ունեմ 2023 թվականին, երբ ես վերադարձա Հայաստան, առաջին անգամ մի քանի շաբաթ հետո ես գնացի մի ցուցահանդեսի բացման, երեխաների մանկական, ուրեմն նկարների ցուցահանդես էր բացմանը եւ կազմակերպիչների հետ նայելուց ասում ենք, ես ինչ գորշ գույներով նկարներ են, ես ինչ տխուր նկարներ են։ Թեման իմ բնակավայրն էր, եթե չեմ սխալվում, երեխաները նկարել են իրաց տները, բնակավայրերը, բայց ամեն ինչ գորշ գույներով էր։ Եվ ի ուրախություն մեզ 2 տարի է անցել ընդամենը այդ դեպքից, ես բնականաբար անընդհատ մտքիս պահել եմ այդ վիճակը, ես ասում եմ ամեն ինչ մենք պետք է անենք թե կրթությամբ, թե մշակույթով եւ մեր ծրագրերով, որպեսզի երեխաները դուրս գան այդ հոգեվիճակից։ Եվ այս անգամ արդեն անցած տարի մենք նկատում էինք շատ գույներ, եւ այս տարի 3000 գործ, 3000-ներ գույների մեջ, վառ գույների մեջ, դա նշանակում է, որ մեր երեխաները տեսնում են ապագա, մեր երեխաները ունեն երազանքներ, մեր երեխաները ունեն հույսեր եւ իրենց ներքնաշխարհը եւ իրենց շրջապատող միջավայրը սկսել է արդեն հուսադրող դառնալ Հայաստանի Հանրապետությունում եւ բնականաբար այդ բոլոր նկարները կապ չունի լավ նկարեր, վատ նկարեր, գույներ կար, առատ գույներ կար եւ ես հարցնում եմ, խոսում եմ երեխաների հետ, հենց դա են առաջինը ասում, որ այո, գունավոր ենք տեսնում աշխարհը, գունավոր ենք տեսնում մեր երկիրը։ Ես կարծում եմ դա շատ կարևոր ցուցիչ է, այսինքն պետք է մենք շարունակենք այս դինամիկայով եւ այս ուղղությամբ, որ մեր երեխաները, երիտասարդությունը հավատ ու հույս ունենան հայրենիքում մնալու, ստեղծագործելու եւ այստեղ արարելու։ Շատ լավ, հուսանք եւ երեխաների երազանքները կատարվելու համար էլ, հա, նպատակները, երազանքները կատարվելու համար էլ կլինի բարենպաստ եւ համապատասխան միջավայր, որ ել ավելի շատ գույներով կարողանան նկարել ու պատկերացնել ապագան, ովքեր հաղթեցին, թե մի քիչ ավելի մանրամասն խոսենք եւ ինչ ստացան հաղթելու համար։ Քանի որ մրցույթը իրականացնում արհեստագործների միությունը, որը Տերամշակութային կենտրոնի կողմից ստեղծված կառույց է, մենք արհեստագործների միությունում ունենք էլի Հայաստանի տարբեր մարզերից եւ Երևանից գրանցված վարպետներ եւ մրցույթի մրցանակի համար հայտ ադրվում միությունում եւ տարբեր վարպետներ իրենց կողմից ներկայացնում են աշխատանքներ, ով ինչպես է տեսնում մրցանակը։ Այս տարի մեր բրոնզի վարպետներից մեկն էր արել մրցանակը, գրանպրիները եւ 4 անվանակարգերը ստացան սերտիֆիկատներ եւ հատուկ վարպետի կողմից պատրաստված մրցանակ արձանիկները։ Մյուս բոլոր մասնակիցները ունեին սերտիֆիկատներ, բայց քանի որ ես ասացի, որ 3200-ից չի կարելի ասել, որ լավագույններն էին ընտրվել, հիմա ունենք նաև գաղափար մյուս նկարների հետ աշխատելու, որպեսզի երեխաների մեջ չլինի կոտրվածություն, որ իրանք մասնակցել են, բայց անցողիկ չեն համարվել։ Այս տարի նաև մեր համար հատկանշական էր ցուցահանդեսը նրանով, որ ոչ միայն ցուցադրված էին տարվա հաղթողների նկարները, այլ նաև անցած տարվա հաղթած երեխաների նկարներով պատրաստվել էին բազմաթիվ հուշանվերներ, որոնք ցուցադրված էին եւ ցուցահանդեսից հետո իրենք կտեղադրվեն կայքում, որտեղ եւ կիրականացվի վաճառք։ Այսինքն սրանով մենք ուզում ենք երեխաներին մոտիվացնել, բերել դեպի արվեստանոց, նրանց ցույց տալ, որ իրանք ստեղծարարներ են եւ կարող են դառնալ ստեղծարար արդյունաբերողներ։ Այսինքն այն ստեղծագործությունը, որը ստեղծվել է իրենց երևակայության հիման վրա, դա կարող է իրենց ընտանիքին բերել փոքրիկ ֆինանս, այսինքն այդ փոքր տարիքում երեխան կարող է արդեն օգնել ընտանիքին։ Եվ այդ բոլոր գործերը կդրվեն վաճառքի։ Այն բոլոր երեխաները, ովքեր այս 80-ի մեջ ներգրաված չէին, փակագծերը շատ չեն բացում, բայց իրենց աշխատանքների հետ նաև կունենանք փոքրիկ մի ծրագիր եւ կներգրավենք բոլոր երեխաներին։
Այն նշեցիք միջազգային ժյուրիի մասնակցությունը, ինչ շատ հետաքրքիր է, թե ինչ սկզբունքով էին ընտրվում այդ ահռելի մեծ թվից երեխաները, որոնք մասնակցում էին արդեն հիմնական մրցույթ ցուցահանդեսին եւ ինչ սկզբունքով էր որոշվում հաղթողները։ Երևի ճիշտ կլներ, որ ժյուրիներից մեկը ներկա լիներ, որովհետև մենք ժյուրի աշխատանքին ընդհանրապես չենք մասնակցում։ Մենք հայտերը ներբեռնում ենք եւ այդ բոլորը միասին ուղարկվում է ժյուրիներին, դե քանի որ իրանք տարբեր երկրներով են եւ սահմանափակ ժամանակով են գալիս Հայաստան, իրենք հնարավորություն են ունենում on-line բոլորին ծանոթանալ, իրենց ընտրությունները կատարել, հետո ցուցահանդեսից 2-3 օր առաջ հանդիպում են Երևանում եւ ամեն մեկը իր ընտրած 80 նկարը ցույց է դնում, հետո բոլորով այդ 4 հոգու ընտրածությունից հանում են 1/80-ը։ Յուրաքանչյուր ժյուրի ունի իր մոտեցումը նկարին։ Մեկը գնահատում է, որ երեխան շատ ազնիվ է եւ նա ընդամենը այդ խաղաղությունը տեսնում է աշխարհը իր ձեռքի մեջ բռնած, մի փոքրիկ գնդակ է դա։ Ամեն մեկը իր տեսանկյունից է գնահատում երեխային։ Ես ինձ մոտ հենց նոր շատ հետաքրքիր հարց ծագեց։ Ինչպես են երեխաները տեսնում խաղաղությունը եւ արդյոք այդ խաղաղության պատկերացումը տարբերվում էր Հայաստանից մասնակիցների մոտ եւ այլ երկրներից։ Ինչպես պարոն Դանիելյանը արդեն նշեց, մենք այդ օրը շատ ուրախ ենք, որ շատ գունավոր էր ցուցասրահը։ Մի փոքրիկ գաղտնիք բացեմ նաև, նկարիչների միությունում, երբ որ ցուցահանդեսը պետք է կախվեր, այնքան շատ էր գույներ ու այնքան սիրուն էր, որ մենք որոշեցինք մենք ինքներս դա պատերին կկախենք, որ այդ ամբողջ օրը վայելենք դա։ Ու երբ որ մտնում ենք ցուցասրահ, բոլորը իրարից տարբեր են։ Երեխաները տարբեր ձև են մտածում։ Մեկը դա տեսնում է ընտանիք նկարելով, մեկը դա տեսնում է աղավնու վրա պառկած ուղակի երկնքում թռնելով, մեկը տեսնում է ինչ-որ փոքրիկ խաղալիքներով դաշտում նստած խաղալուց, բայց բոլորը տեսնում են գույների մեջ։ Ցուցասրահում այդ օրը կարելի էր ուղակի խելագարվել այդ գույներից, շատ գունավոր են տեսնում երեխաները այդ ամենը ու շատ սիրուն, բայց ամեն մեկը յուրովի։ Ես իր ուրախություն մեզ պիտի ասեմ, որ տարբերություն այդքան էլ չտեսանք։ Այսինքն դա նշանակում է, որ երեխան ամենտեղ երեխա է եւ մեր երեխաները արդեն իսկ նման են ցանկացած երկրի նորմալ, ճակերտավոր, նորմալ երեխաների, որոնց երազածը ինչն է՝ մայրիկի կողքին լինել, ընտանիքով լինել, գնալ խաղալ, ունենալ գիրք, ունենալ գնդակ, հեծանիվ, մի խոսքով լավ եղանակ լինի, վայելեն, շոկոլադ ուտեն, միգուցե, չգիտեմ, ամենահասարակ եւ միգուցե պրիմիտիվ թվացող բաները, որոնք պետք են երեխային մեծանալու համար եւ հաճելի միջավայր ունենալու համար։ Մի փոքրիկ գաղտնիք բացեմ, քանի որ ժյուրիից խոսեցիք, ես մի քիչ ժյուրի անդամների հետ զրույց ունեցա եւ համարյա թե բոլորը ինձ ասեցին դժվար է հայաստանյան երեխաների միջև ուրեմն գտնելն էր, որն է լավը, որովհետեւ բոլորը միահամուռ կարծում են, որ Հայաստանի ստեղծագործողները ուժեղ են եւ միտք կա իրենց գործերի մեջ, երեխաների գործերի մեջ եւ այդտեղ ընտրությունը կատարելը այդտեղ է հենց դժվար եղել հայաստանյան երեխաների, ինչը որ շատ հուսադրող է փաստորեն մեր մշակույթի համար եւ արվեստի համար։ Բայց միջազգային բոլորը իրար հետ էին մրցում, ֆորմատն եմ ուզում հասկանալ, բոլորը մրցում էին իրար, որ երկրի ներկայացուցիչը գուցե հաղթեց բացի Հայաստանից, թե բոլոր հաղթողները եղել են հենց Հայաստանից։ Չէ, հաղթողների մեջ ունեցանք Կիպրոսից ներկայացուցիչ, հաղթողների մեջ ունեցանք Հորդանանից ներկայացուցիչ, երևի այս երկուսն էին այլ երկրից էս պահին չեմ եւ տատիկ պապիկը եկել էին որ հատուկ մրցանակը ստանային, որովհետեւ երեխան դասերի պատճառով չէր կարողացել գալ, տատիկ պապիկը հատուկ վեր ենկացել եկեն Հայաստան եւ բնականաբար ես կարծում եմ ամռանը նա կգա։ Եվ մեր համար դա նույնպես շատ ուրախալի է, որ հենց մրցույթի համար մասնակիցը կամ ընտանիքի անդամը այցելում է Հայաստան եւ կոնկրետ այդ օրը գալիս է եւ մասնակցում է ցուցադրությանը։ Հրաշալի, առաջինի թեմատիկան, եթե հիշենք, առաջին թեմատիկան ինչ է եղել։ Թե էլի խաղաղություն է եղել։ Նույնն է, այո, մրցույթի գաղափարը նույնն է, խաղաղությունը թեման նույնն է։ Երեխաները նկարում են խաղաղություն թեմայով։ Եվ սա հետաքրքիր է տեսնել թողելով նույն թեման, խաղաղության թեման, ասենք, ու շարունակել ամեն տարի, դա նաև սոցիոլոգիական ցուցիչ է տեսնել թե ինչպես են պատկերացնում այս տարի 23-ին, 24-ին, 25-ին եւ այլն։ Հիմա այս արդեն ունենք 2 տարվա ցուցիչներ, 27 թվին հետաքրքիր կլինի թե ինչպիսին կլինի այդ խաղաղությունը, ինչքան հասարակ պատկերացնել, ինչքան սովորական պատկերացնեն, այնքան կարծում եմ մեր գործը մենք կատարած կլինենք։ Իմիջիալոց մի հետաքրքիր բան տեղի ունեցավ, մենք այսօր այս տարի ընտրեցինք անել բացումը եւ մրցանակաբաշխությունը մայիսի 28-ին։ Այն օրը, երբ որ մենք
ցուցադրում էինք մեր զին տեխնիկան եւ կար ուրեմն շքերթ կար հենց հրապարակում, որը որ նույնպես խաղաղության ուղերձ էր ցուցադրելով մեր զինվորների ու ներուժը, մեր տեխնիկան, մենք ասում ենք խաղաղության համար է սա եւ անմիջապես զինվորական շքերթից հետո տեղի ունեցավ դա եւ կապը երեխաներն էլ էին տեսել, որտեղ շատերը եղել էին հրապարակում, տեսել էին զինվորներին եւ բարձրացել էին արդեն ցուցահանդեսի բացմանը, շատ հետաքրքիր կապ ստացվեց։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար, թող երեխաները միշտ գունավոր նկարեն եւ խաղաղության մասին ունենան գունավոր պատկերացումներ։ Շնորհակալություն, հիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, մեր տաղում էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու Ալա Պողոսյանը, Արհեստագործների միության մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, Խաղաղություն երկրորդ միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսի համակարգող, իսկ մենք շարժվենք առաջ եւ հետևենք մեր 100 հրաշալիքներ էջին։